Ինչպես արդեն հայտնել էինք, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հրապարակում էր արելու հայտնել, որ փոքրիկ աղջնակի բուժման համար անհրաժեշտ է գումար։ Անահիտը նաև ներկայացրել էր երեխայի ծնողների քարտի տվյալները, որպեսզի հնարավոր լինի փոխանցումը կատարել։ Արդեն այսօր դերասանուհին նոր մանրամասներ է հայտնել դրամահավաքի ընթացքից։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, քիչ առաջ խոսեցի 11-ամյա Անահիտի հայրիկի հետ եւ նա նշեց, որ մեզ մնացել է ընդամենը 1,900,000 դրամ, այսինքն եթե 1900 մարդ այս մեկ օրվա ընթացքում փոխանցի, ամբողջ գումարը կհավաքվի, վաղը Անահիտը մեկնում է, խնդրում եմ եւս մեկ վերջին թափով փոխանցենք 1000 դրամ, թեկուզ բոլոր նրանք, ովքեր արդեն փոխանցել են 1900 մարդ փոխանցի 1000 դրամ ու ամբողջ գումարը կհավաքվի։ Շնորհակալ եմ շատ։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը բավականին վաղ տարիքում հայտնվեց հեռուստատեսությունում եւ իր կերտած դերերով անմիջապես գրավեց հեռուստադիտողների սրտերը։ Սակայն գաղտնիք չէ, որ դերասանուհին հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց իր անձնական կյանքի հետ կապված։ Անահիտը իր ամենատարբեր հարցազրույցներում չի էլ խուսափում խոսել այդ թեմայով ու դեռ տարիներ առաջ իր տված հարցազրույցներից մեկում նա նշել էր. «Մենք միմյանց սիրում ենք, ոմանք հավատում են, ոմանք էլ ոչ, թող մտածեն, կեղծե, սպասեն, որ կբաժանվենք, բայց մենք արդեն ամուր ընտանիք ենք, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում ինչ կանոններով ապրի։ Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ մտածում են, թե կարող է իմ կողակցին ընտրել ֆինանսական դրությունը հաշվի առնելով, արդեն կայացած մարդ է, երբ արտակին հանդիպեցի։ Արտակին հանդիպելու առաջին իսկ օրվանից ունեի այն զգացողությունը, որ նա դառնալու է իմ ապագա ամուսինը։ Ես իրավաբանական հարցով դիմել էի նրան, քանի որ ծանոթներիցս մեկն էր խորհուրդ տվել։ Արտակը չգիտեր ով եմ որպես դերասան, չէր ճանաչում։ Այդ գործնական հանդիպումից էլ նրան շատ հավանեցի։ Ինձ համար 16 տարվա մեր տարիքային տարբերությունն անհանգստանալու պատճառ ու խոչընդոտ չի եղել։ Ով գիտի մենք քանի տարի ենք ապրելու։ Մենք ապրում ենք այսօր ու ապրում ենք երջանիկ։ Արտակի հասունությունը միայն օգնում է, ես պարզապես չէի կարող իմ տարիքի տղամարդու հետ ապրել։ Նա ինձ իր խորհուրդներով, կյանքի փորձով շատ է աջակցում։ Չեմ կարծում, որ ինձ սխալ խորհուրդ կտա, պարզապես չի սխալվում։ Արտակն էլ անդրադառնալով նույն թեմային նշել էր. «Ես միլիարդատեր չեմ, որ մտածեմ Անահիտն ինձ հետ փողի համար է ամուսնացել, եթե նա շահով առաջնորդվեր ավելի հարուստ մարդու հետ կյանքը կկապեր։ Չունեմ այն կարծրատիպը, թե բեմի մարդիկ այնքան էլ բարոյական չեն, մարդս մարդ լինի, մասնագիտությունը կապ չունի, կարծում եմ անցել են այդպես մտածելու ժամանակները։ Ծխելը միակ բանն էր, որ կհիասթափեցներ ինձ, որովհետև ես էլ չեմ ծխում, հայրս ծխելու պատճառով է մահացել, ոչ միայն աղջիկների, այլև տղաների ծխելուն եմ դեմ, մեր տանը մոխրաման չկա։ Ոչ միայն դեմ չեմ, այլև դրական եմ վերաբերվում, երբ կինն աշխատում է, խոսքը ոչ թե գումարի, այլ հոգեկան բավարարվածության մասին է, մանավանդ կրթություն ստանալուց հետո տնային տնտեսուհի կարգավիճակում լինելն անհասկանալի է, բացի երեխաներին խնամելուց ինչով պետք է զբաղվի, սերիալ նայի, որտեղ ամուսինը դավաճանում է կնոջը, հետո էլ կասկածի իր ամուսնու եւ նրա նյարդերն ուտի, ընդ որում սա բերում է դեգրադացիայի, երբ պետք է ամուսնանային Անահիտը պատրաստ էր իր մասնագիտությունը մի կողմ դնել, բայց նրան ասացի, դու կնմանվես ծաղկի, որին հողից կտրել բերել եմ տուն ու ծաղկամանի մեջ դրել, ինչքանով վստահ լինեմ, որ շուտ չես թոռոմի։ Կնոջս մասնակցությամբ նախագծերին միշտ հետևում եմ, բայց երբեմն չեմ հավանում, օրինակ սերիալային Սուսիկի կերպարը մեկնաբանելով ասում էի, որ այդ աղջկան չէի սիրի, բայց Գերդաստանն ավելի հաջողված էր, իսկ պահանջվում է միլիոնատեր ֆիլմի թողարկման ժամանակ դեռ չէինք ճանաչում իրար։ Անահիտին ֆիլմում տեսնելով մտածեցի, ինչ սիրուն աղջիկ է, բայց հետո իրական կյանքում չէի հիշել, որ նա է այդ կերպարում եղել, որովհետև էկրանը խաբուսիկ է, բացի այդ մարդկանց դեմքերը չեմ կարողանում մտապահել։ Նախընտրում եմ ճիշտն ասել կամ լռել, արդեն գիտի, եթե ոչինչ չասացի, ուրեմն իր խաղը չեմ հավանել, եթե ճաշն էլ համով չի լինում, հենց այնպես չեմ գովում։ Անահիտն ու Արտակ այսօր համատեղ 2 որդի ունեն ու դեռ տարիներ առաջ խոսելով ավագ որդու Հայկի մասին Անահիտը նշել էր. Հայկը շատ է սիրում ջրի հետ խաղալ, կարդալ չգիտի, չգիտենք ինչ մասնագիտություն կընտրի, ատամհատիկն էլ չեն կարել, քանի որ այդ ժամանակ 3 երեխաս էլ ջրծաղիկով վարակվեցին, օրվա ընթացքում բոլորս
էլ հասցնում ենք Հայկին խնամել, ամուսինս ինձ շատ է օգնում, այն պապաների շարքին չի դասվում, որ երեխային սիրի ու հեռուստացույց նայի, անգամ քնեցնում է, միայն կերակրելու հարցն է ինձ վրա, եթե իհարկե Արտակը խնձոր կամ գաղտնի կերպով խորոված չի տալիս, դեռ նոր էր մեր տղան ծնվել, լուրջ նայեց ու ասաց՝ բալես հերիք է կաթ խմես, արի գնանք խորոված ուտելու։ Մեր մեծ աղջիկը Լաուրիկս գիտի քնելու ժամը, եթե ժամը 9-ին օրորի իր գրկում քնում է, իսկ փոքր աղջիկս Աննա Սայքի հետ խաղում է ու զբաղեցնում, մի խոսքով մեզ անելու բան չի մնում, ճիշտ է ես չեմ լույս աշխարհ բերել աղջիկներից, բայց երեք երեխայիս միջև ընդհանրապես տարբերություն չեմ դնում։ Ընտանիքում որքան շատ երեխաներ լինեն, այնքան բարություն կտիրի, ուզում ենք, որ մեր ընտանիքում 5 երեխա մեծանա։ Հիմա երկուսս էլ ունենք մեր աշխատանքն ու հետաքրքրությունները, Արտակն իրավաբան է, աշխատում է որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց, էթիկայի հանձնաժողովի անդամ, իսկ աշխատանքից հետո պարզապես վայելում ենք միմյանց ներկայությունը։ Միակ դեպքը, երբ Արտակն այնքան էլ չէր ուզում, որ նկարահանվեմ, նախորդ ամանորին էր, իսկ պատճառը շատ պարզ էր։ Հայկի լույս աշխարհ գալուց դեռ 5 օր էր անցել եւ ես պետք է Շանթի ամանորյա ծրագիրը վարեի, այդ դեպքում էլ հասկացավ, որ չէի կարող ձախողել ուղիղ եթերը։ Արտակը շատ անկեղծ մարդ է, եթե իմ կերպարները կամ հաղորդումները չի հավանում, անտեղի երբևէ չի գովաբանում։ Վերջերս Անահիտը կրկին մասնակցել էր հարցազրույցի, որի ընթացքում անձնականի մասին նոր բացահայտումներ էր արել։ Հայրս ինձ իմանալով գիտեր, որ իմ ընտրությունը սովորականի նման չի լինելու։ Ես մեկ անգամ գնացի Վարդերով տուն ու ասացի, որ իմ կյանքում մարդ է հայտնվել։ Հայրս ասաց անվասայլակին նստած տղա է, ընտրությունդ թե ինչպիսին։ Ասացի ոչ, ուղղակի 16 տարի մեծ է եւ 2 դուստր ունի։ Ես ի սկզբանե Արտակին ասել եմ, որ չես կարող երեխային որևէ բան պարտադրել, օրինակ ասել բարև բալիկ ջան, այսուհետ ես քո պապայի հետ եմ լինելու, կամ այսուհետ ես փորձելու եմ քո մաման լինել, քանի որ երեխաներն այն ազնիվ էակներն են, որոնց ոչ կարող ես խաբել, ոչ կարող ես ձևացնել։ Ես Արտակին ասացի, որ չի կարելի նրանց ոչ խաբել, ոչ պարտադրել, իմ ու աղջիկների միմյանց հասկանալը ճակատագրական էր, քանի որ եթե մենք միմյանց չհասկանայինք, ես երևի թե ընտրությունս չէի կայացնի։ Արտակը ինձ հարց տվեց, մենք միասին ենք ապրելու թե առանձին։ Ես ասացի, որ երեխաները չունեն մամա, ես չեմ կարող իրենց զրկել նաև պապայից։ Ես այդ իրավունքը ուղղակի չունեմ, կամ մենք բոլորս կլինենք միասին, կամ մենք ուղղակի չենք ամուսնանա։ Երեխաները եղել են 8 եւ 9 տարեկան, իրենց մամային կորցրել են 1-2 տարեկանում, պարզապես լսել են պատմությունն ու ոչինչ չեն հիշում։ Արտակը պայքարել է իրենց մամայի կյանքի համար, եւս 1 տարի ապրել է Լուսինեն ու կյանքից հեռացել։ Այդ ժամանակ մեծ ռեյտինգ ուներ բանակում սերիալը։ Արտակին ասացի կգաս Մոնումենտ, այնտեղ իբրև պատահական հանդիպում կլինի, քանի որ անհնար է չճանաչեն ինձ։ Անուլիկս փոքրս ասեց բանակումի Սուսիկնա, մեծ աղջիկս ասաց լավ քեզ տեսած պահի։ Արտակը երեխաներին ասաց, որ ինձ ճանաչում է ու եթե կուզեն միասին կքայլենք։ Երեխաները ցանկացան 2 ժամ միասին անցկացնելուց հետո փոքր աղջիկս ինձ ասաց. գիտես չէ, մենք մամա չունենք։ Ես շատ ազդվեցի, քանի որ իրենք ինձ հարազատ ընդունելով անկեղծացան։ Մեծ աղջիկս ասաց. սա մեր վերջին հանդիպումը չի լինի, եւ իրենք ձեռնարկեցին մեր հաջորդ հանդիպումը, որ Արտակին իմ մոտ գովազդեն։ Արտակը ուտելիք էր պատրաստել շատ կծու։ Մեծ աղջիկս ուտում էր ու ասում. ինչ համով ես պատրաստել, պապ, ուզում էին ինձ գովազդել։ Ինձ կանչեցին սենյակ, մեկը մի ձեռքս բռնեց, մեկը մյուս, ասացին մեր մաման կլինես, պատմել էր դերասանուհին չթաքցնելով հուզմունքը։ Շատերն են ինձ գրում, հարցնում դե լավ ինչ մամա, բայց ես ուզում եմ անպայման նշել, որ դա բացառապես եղել է աղջիկների կողմից եւ աղջիկների ցանկությամբ։ Մեր հարսանիքի օրը վազելով եկան ու ասացին. կարող ենք արդեն քեզ մամա ասել, ասացի իհարկե։ Մեկ անգամ ես ու Արտակը վիճել էինք ու կարգին վիճել էինք այն կերպ, որ ես ասացի երևի սա վերջն է։ Մեծ աղջիկս Լաուրիկը ասաց կռվել եք, եթե բաժանվեք մամա ես քո հետ եմ գալու։ Այդ պահին մոռացա ինչի համար ենք կռվել, այդ դրվագն արդեն բոլոր հարցերին տալիս է պատասխան։ Մենք այնքան բաներ ենք ապրել միասին, այնքան իրավիճակներ, իրենք իմն են, ես իրենցը, իրենք իմ աղջիկներն են։ Մի անգամ ավագ դստերս ծննդյան օրվանից առաջ հարցրի, թե ինչ է ուզում նվեր, ասաց մամայի նկարը տեսել եմ, բայց ինչ որ շարժման մեջ չեմ տեսել, կուզեի տեսնել։ Ամբողջ բարեկամության մեջ ման եկա ու գտա մի հատված, որտեղ Լուսինեն պարում է ծննդյան օրով այդ անակնկալը մատուցեցի դստերս։ Մենք մի ժամ լուր գրկել էինք իրար, այնքան խառը զգացողություն է, համ ինչ որ մեկի տեղն ես գրավել, համ չես գրավել։
Անահիտը ծնունդով Վանաձորից է, դերասանուհին 8-րդ դասարանում սովորելիս է եղել, երբ ընտանիքը որոշում է կայացրել Երևան տեղափոխվելու։ Պատճառը դերասանուհու քույրերի մայրաքաղաքի ուսումն էր, ինչպես ինքն է նշում, դժվար էր երկու ընտանիք պահելը։ Անահիտը այդ օրերը հիշելիս նշել էր, որ չափազանց դժվար է եղել այդ տեղափոխությունը իր համար։ Նա ասել էր, որ բարդություններ է ունեցել անընդհատ դասընկերներին համոզելու, որ Վանաձորը թվով 3-րդ քաղաքն է, որ Երևանից դուրս այլ աշխարհներ էլ կան։ Անահիտն ասել էր, որ բախվել է բարբառային խնդրին։ Նրան մոտեցել են դասարանի տղաներն ու առաջարկել ընկերություն անել։ Դերասանուհին նրանց բոլորին դրական պատասխան է տվել, չիմանալով, որ նրանք պարզապես աղջիկ-տղա ընկերության մասին չեն խոսում։